Մարտեր, սրբազան և հոգեշնոր հայրեր, ազգային եկեղեցական ժողովի մեծարգո պատգամավորներ, խորին հարգանքի և երախտագիտության որդիական տուրքը մատուցելով Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսի լուսավոր հիշատակին այսօր դուք գումարվել եք մասնակիցը դառնալու եկեղեցու և ազգային կյանքի պատմական իրադարձության, որը վերջին 600 տարիների ընթացքում առաջին անգամ տեղի է ունենում հայոց անկախ պետականության գոյության պայմաններում։ Ազգային եկեղեցական ժողովը կայանում է նորանկախ հայոց պետականության ամրապնդման լավատեսություն ներշնչող մթնոլորտում։ Չնայած Հայաստանի բաժին ընկած դաժան փորձություններին և անհաղթահարելի թվացող դժվարություններին, մեր ժողովրդի դրսևորած անօրինակ տոկունության, համբերության, աշխատասիրության, մարտունակության և բարձր պետական մտածողության շնորհիվ հանրապետությունը դուրս եկավ ճգնաժամային իրավիճակից, թևակողելով պետականության ամրապնդման, արցախյան խնդրի քաղաքական լուծման, տնտեսության կայունացման և զարգացման պատասխանատու հանգրվանը։ Այսօր մենք ամենայն հպարտությամբ և արժանապատվությամբ կարող ենք ազդարարել Հայաստանը ամենակայուն, ամենաժողովրդավարական և ամենաազատական պետությունն է նախկին Խորհրդային Միության հանրապետությունների շարքում։ Հայաստանը այդ նույն շարքում նաև միակ պետությունն է, որտեղ կասեցված է տնտեսության անկումը և դրամի արժեզրկումը, որտեղ իրականացվում են համակարգված տնտեսական բարեփոխումներ, որոնց շնորհիվ արդեն դրսևորվում են նաև տնտեսական աճի հուսադրող միտումներ։ Հայաստանը իր հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ միջազգային կազմակերպություններում ներդրած կառուցողական ջանքերի և բազմաթիվ երկրների հետ հաստատած փոխշահավետ հարաբերությունների շնորհիվ ոչ միայն կարողացավ հաղթահարել քաղաքական և տնտեսական ճգնաժամային երևույթները, այլև էականորեն ամրապնդել ազգային անվտանգությունը։ Ուստի միանգամայն վստահ եմ, որ այս ոգևորիչ պայմաններում գումարված ազգային եկեղեցական ժողովը լիովին համահունչ դառնալով ներկա մթնոլորտին պատվով կկատարի իր առջև կանգնած պատասխանատու խնդիրը, որը պատմական հանգամանքների բերումով ակնհայտորեն վաղուց դուրս է եկել զուտ եկեղեցական սահմաններից, վերածվելով հիրավի համազգային, հիրավի բախտորոշ խնդրի։ Վաղը հայ առաքելական եկեղեցու բարձրագույն գահին բազմելու է ամենայն հայոց 131-րդ կաթողիկոսը, որի ընտրության պատիվն ու պատասխանատվությունը վիճակված է ձեզ։ Չեմ կասկածում, որ դուք վեր կանգնեք մանր ու երկրորդական խմբակային շահադիտություններից, քարացած հարաբերությունների առանգական դիրքորոշումներից, առաջնորդվելով բացառաբար ձեր խղճի թելադրանքով և հայ առաքելական եկեղեցու առջև կանգնած գերխնդրի նրա միասնության վերականգնման անհրաժեշտության գիտակցությամբ։ Եկեք ընդունենք, որ այն իրավիճակը, որ գոյություն ունի մեր եկեղեցում, ես նկատի ունեմ նրա երկփեղտ պատրությունը, սա
ազգային խայտարակություն։ Եվ ես չեմ ընդունում ոչ մի արդարացում, ոչ մի պատճառաբանություն, բոլոր նրանք, ովքեր նպաստել են այդ պարակմանը, նրանք արդարացում չունեն։ Ես չեմ ընդունում այն հիմքերը, որոնք պատճառ դարձան, այն կեղծ հիմքերը, որոնք պատճառ դարձան այդ պարակման։ Կրեմլի կամ KGB-ի գործակալ դիտվող իջմիածնական եկեղեցին ավելի վատ է ծառայել մեր ժողովրդին, քան Կիլիկիո աթոռը։ Պարզապես այս ժողովուրդը, ինչպես անցյալում, այս անգամ էլ դարձել է գերտերությունների խաղալիքը և ծառայել սառը պատերազմի նպատակների։ Այսօր ունենալով հնարավորություն առանց օտարի թելադրանքի առաջին անգամ լուծելու մեր հարցերը ինքնուրույնաբար, լուծելու մեր եկեղեցու առջև կանգնած այս գերագույն խնդիրը, մեր սերունդը, մենք ձեզ հետ միասին վերանվաճեցինք մեր անկախ պետականությունը, մեր սերունդը ազատագրեց Լեռնային Ղարաբաղը և մեր սերնդի պարտքն է վերականգնել հայոց եկեղեցու միասնությունը։ Ես հավատում եմ ձեր ողջախոհությանն ու լայնամտությանը և սրտանց հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքի։ Շնորհակալ։ Խնդրեմ մի քիչ հեռացեք, քիչ մի ետև քացեք, եթե կարելի է։ Մի քիչ ետև քացեք։ Մի քիչ բացվեք, եթե կարելի է։ Այս պահը ես կնկատեմ ամենեն կարևոր բաներեն մեկը այս օրվան դեպքին և հայոց հանրապետության նախագահը իր ավականիով գուկա շնորհավորել նորընտիր կաթողիկոսը ամենայն հայոց մայր աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ես այսօր ոչինչ կրնամ ասել պատմական այն նշանակությանը մասին, որուն համար ինքը Սեմաշուկ նախագահը արտահայտվեցավ ազգային եկեղեցական ժողովի բացման հանդիսավոր նիստին, բայց հայոց պատմությունը որոշ աստիճանով գարտացածը լալով ինքզինքս այդ պատմության հետ հաղորդ ըսկալու ապրումով ես այսօր գսեմ պատմական հարազատ ուղիին շարունակման ջամփուն մեջն ենք մենք։ Ես կշնորհավորեմ ձեզ ձեր այս բարձր ու ազնիվ մտածման համար և իմ բոլոր հոգևոր եղբայրներուս անունով Սուրբ Էջմիածնի մայր աթոռին անունով ես ձեզի կհայտնեմ իմ ջերմագին շնորհակալությունները, որ այսօր դուք օրինագելի և հայոց պատմության վայել արարք մկադարեցիք ձեր առաջին այցելություն տալով նորընտիր ամենայն հայոց կաթողիկոսին և կուզեմ ձեզ վստահեցնել, պարոն նախագահ, որ այս կաթողիկոսին առաջին այցելությունը ուրիշ տեղ չի գնալ լալ, բայց միայն ձեզի Հայաստանի
մեր անկախ պետության նախագահին եւ առհասարակ պետության կառույցին։ Ողջ ժողովրդի անունից շնորհավորել ձեզ այս պատվավոր եւ միաժամանակ չափազանց պատասխանատու ընտրության արդիվ ես համոզված եմ, որ մեր եկեղեցին ազգային եկեղեցական ժողովը կատարեց ճիշտ ընտրություն եւ նույնիսկ նրանք, ովքեր կասկածներ ունեին, վստահ եմ շատ շուտով կհամոզվեն դրանով։ Ես չեմ կասկածում վեհապարտներ, որ դուք ձեր ողջ կարողությունները, ողջ եռանդը, ողջ հոգին կներդնեք հայոց եկեղեցու բարգավաճման եւ հայ ժողովրդի լուսավոր ապագայի կերտման գործին։ Եվ ես կարծում եմ իրավունք ունեմ ձեր անունից հավաստելու, որ դուք որպես հայ ժողովրդի հոգևոր հովիվ, ես որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, ձեռքի տված պիտի մեր գլուխը մատաղ անենք այս ժողովրդի։